Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 22։ Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս, Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։ Սաղմոս 84-րդ գլուխ 11-րդ խոսք։ Աստված հոգում է մեր բոլոր կարիքների մասին, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Մատթեոս 6-րդ գլուխ 32-րդ խոսք։ Հայրը թույլ չի տա, որ իր զավակը սովից տառապի, և առավել ևս Աստված, ով ամենահոգատար Հայրն է։ Դուք այնպիսի Հայր չունեք, ով չգիտի ձեր վիճակը կամ անտարբեր է ձեր դժվարությունների հանդեպ, ընդհակառակը, նա լիովին տեղյակ է ձեր բոլոր կարիքներին և նեղություններին։ Հատկանշական է տեսնել, թե ինչպես է Աստված իրեն խոնարհեցնում, ցույց տալու, թե որքան մանրամասն է հոգում իր սրբերի մասին։ Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ։ Եսայի 49-րդ գլուխ 16-րդ խոսք։ Ինչպես մենք երբեմն ինչ-որ բան կապում ենք մեր ձեռքին, որպեսզի հիշենք որևէ գործ կամ պարտականություն, այնպես էլ Աստված մարդկային ձևով արտահայտվելու համար իր ձեռքերի վրա դրել է մի դրոշ իր ժողովրդի մասին մշտապես հիշելու համար։ Ավելին, ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշված է։ Մատթեոս 10-րդ գլուխ 30-րդ խոսք։ Աստված առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր ժողովրդի կարիքներին, իսկ Տեր Հիսուս Քրիստոսը նրանց հիշեցնողն է, նա, ով մշտապես կանգնում է Աստծո առաջ և ներկայացնում նրանց կարիքները։ Եբրայեցիս 9-րդ գլուխ 24-րդ խոսք։ Ինչպես Հին Կտակարանի օրենքի համաձայն, քահանայապետը, երբ Աստծո առաջ ծառայություն էր կատարում, իր կրծքի ու ուսերի վրա կրում էր Իսրայելի ցեղերի անունները, այնպես էլ դա խորհրդանշում է, թե որքան թանկ և հարազատ ենք Քրիստոսի սրտում։ Նա մշտապես ներկայանում է Տիրոջ առաջ իր ժողովրդի յուրաքանչյուր հավատացյալի համար բարեխոսելով։